Պարոն Կարապետյան, այսքան ժամանակ միակ բանը, որ դուք բարեհաջող դիվերսիֆիկացրել եք, դա ձեր հորեղբոր անձնագրերն էին, բարեհաջող դիվերսիֆիկացրել եք, եւ այո, կարող էր Սամվել Կարապետյանը լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետ, եթե հրաժարվեր իր դիվերսիֆիկացված անձնագրերից երկուսից, բայց հանուն Հայաստանի Հանրապետության փրկության այդ երկու անձնագրերը այդպես էլ հրաժարման դիմում չստացան։ Դրա համար մենք գիտենք ձեր դիվերսիֆիկացիան ինչ է։ Իսկ եթե ես այսօրվա քննարկումը ամփոփելիս լինեի գետ 1 հարց ու պատասխանով, դա կլիներ միանշանակ Նարեկ Կարապետյանի եւ Արեգա Հովսեփյանի միջև հարց ու պատասխանը։ Պարոն Կարապետյան, դուք անում եք հետեւյալ պնդումը, որը ամփոփում է ընդհանուր առմամբ ոչ միայն ձեր, այլ նաեւ Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների եվրոինտեգրման օրակարգը։ Ձեր հայտարարությունը հետևյալն է. ինստիտուցիոնալ առումով եվրոպական ուղղությամբ են գնում, իսկ քաղաքական առումով ռեալ պոլիտիկից կհասկանանք։ Եվ այս միտքը դուք այստեղ բացվածքը տալիս եք։ Եվ դուք ճիշտ եք, էսա ձեր եվրոպական ինտեգրումը, սա եղել է նաև Սերժ Սարգսյանի եվրոպական ինտեգրումը, Ռոբերտ Քոչարյանի եվրոպական ինտեգրումը։ Եվ մեր քաղաքացիներին ավելի պարզ ձևով բացատրեմ, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյանական եվրոպական ինտեգրում։ Դա նշանակում է 5 տարի համոզել եվրոպական գործընկերներին, որ ստորագրում ես ասոցիացիան համաձայնագիր, գալիս է պահը եւ դրանից մնում է մենակ սեպան։ Սիրելի քաղաքացիներ, որպեսզի դուք պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում։ Ասոցիացիան համաձայնագիրը մեղմ ասած բաղկացած էր երկու մասից։ Մեկը այդ քաղաքակրթական,